Մարդկանց հասկանալը դժվար է, բայց ավելի դժվար է նրանց ճանաչելը։ Դժվար է, բայց ոչ անհնարին։ Փորձեմ այս ռադիոնյութի միջոցով ողջել, թե ինչպիսի մարդ է Նարեն։ Նարեն 18 տարեկան է ու սովորում է Գեղարվեստի ակադեմիայում։ Ունի տարբեր հետաքրքրություններ ու առանձնահատկություններ, որպեսզի իմանանք ինչպիսի մարդ է Նարեն շրջապատում ու ինչ են մտածում իր մասին մյուսները։ Զրուցանք իր մոտ ընկերների ու համակուրսեցիների հետ։ Լիլի, դու ոչ միայն Նարեի համակուրսեցին ես, այլ նաև լավ ընկեր է։ Ինչ կասես նրա մասին։ Նարեն խելացի է, խաբել չի սիրում ու գիտի իրան որտեղ ոնց պահի։ Նպատակասլաց է, դաժան երբեմն, ու իր այդ հեշտ է շփվելը, որովհետև առանց պարտավորությանը այդ ամենը լինում։ Ինքը չի սիրում խոսել սեփական խնդիրների մասին, ինչը հեշտացնում է իր հետ շփվելը։ Ում ենք ես շփվել Նարեի հետ։ Ուզեմ առաջին հերթին առանձնացնել նրա ճշտախոսությունը, ինչ էլ որ լինի, նա երբեք չի ստում։ Արգիշտի, ինչ կասես Նարեի մասին։ Ինչպիսի մարդ ես համարում Նարեին։ Ինքը ճշտապահ է, ձգտում է լիդերը լինի ամեն տեղ։ Բնավորությամբ իրոք լիդեր է ու դրական իմաստով, այդ ուղղակի բնավորության գիծ է որպես։ Նարեն ինձ թվում է ավելի շատ ձգտում է, որ իր խոսքը բոլորը ընդունեն։ Նարեն միշտ ձգտում է լիդեր լինի, բայց ոչ թե ինքը ուզում է ամենալավը լինի, այլ ուզում է, որ ինքը իմանա, որ ինքը լիդեր է։ Այսինքն, որ ոչ թե ուրիշները իմանան, որ ինքը լիդեր է, այլ հենց ինքը իմանա։ Նա միանշանակ լիդեր է, նրա հետ շփվողները պետք է դրա հետ հաշվի նստեն, քանի որ նա ունի իշխելու կարողություն։ Պատասխանատվության մի հատ պատասխանատվության տեսակ կա իմ մոտ, զգացողության տեսակ, որ ես գտնում եմ, որ եթե ես ինչ-որ գործի մեջ կամ, ամբողջ պատասխանատվությունը իմ վրա ցանկացած գործի։ Երեխեքից մեկը ասես նար դու որ կինո նկարեիր, համ դերասանը դու դիներ, համ ռեժիսորը, համ լույս տվողը, համ ձայն տվողը, ու դու սենց կամերան ձեռը դի վազեիր։ Ասենք այդ արդեն նկարագրում է իմ վիճակը։ Ինչ է քեզ համար լիդեր ասվածը։ Իմ կարծիքով կան մարդիկ, ովքեր ուղղորդում են մնացածին ու կան մարդիկ, ովքեր փնտրում են ուղղորդող։ Մարդիկ, ովքեր փորձում են համախմբել մնացածին, իմ կարծիքով լիդեր ասվածը դա համախմբող ուժն է, որը նույնիսկ կարող է իր տեսակետը առաջ չտանել, այսինքն ինքը հավաքի ամբողջ թիմի, ամբողջ խմբի տեսակետները, փորձել դրանցից ընտրել ամենալավը ու ուղղորդել բոլորին։ Համարում ես քեզ այդպիսին։ Իմ կարծիքով ունեմ այդ բնավորության գիծը ու փորձում եմ դրական ձևով այդ օգտագործել։ Ես իր պահվածքում թատրոն եմ տենում։ Թատրոն ասելով իր պահվածքում, իր շարժու ձևում ես խաղ եմ տենում։ Ես չեմ ասում, որ ինքը ձևական է, չէ։ Ուղղակի ես այդ գծերը նկատում եմ իր մեջ։ Ես կարծում եմ, որ նա շատ անկեղծ է, քանի որ նա շատ քիչ մարդկանց հետ է շփվում, այսինքն եթե մարդ իրեն դուր չի գալի, նա չի շփվում իր հետ։ Նարեի մոտ ռոմանտիկությունը իր ձեռքի մեջ է։ Ինքը կարող է կոնտրոլի պահի, բայց այդ այնց զգացմունք չի, որ կոնտրոլի տակ պահես, էլի։ Նարենցի սահմաններ ունի, որ դու չի տալի այդ սահմաններից անցնենք։ Այսինքն թեկուզ եթե ինչ-որ բան չի ուզում ինքը ասի, ինքը ինչ-որ բան չի ուզում ասի, ես նրա համար եմ ուզում իր հետ շփվեմ, որ ձգտեմ հասնեմ այն ինֆորմացիային, որը ինքը չի ուզում ինձ ասի։ Ռոմանտիկան որ ասեցի, քո ձեռքում է, չէ՞։ Դու երբ ուզում ես բացում ես ձեռքդ, այդ ռոմանտիկան բացվում է, ու թվում է, որ դու խաղում ես։ Բաց ու պարզ մարդ չի, բայց չի կեղծում, կեղծավոր չի ու կարծիքով թատրոն չի խաղում մարդկանց առջև։ Ցանկացած մարդ տարբեր իրավիճակներում ու տարբեր մարդկանց հետ տարբեր է իրան պահում ու հեշտ չեմ ընդունում, որ մարդ ասենք ցինիկա ու ցինիկա համ իրանց տանը, համ ինստիտուտում, համ հյուր գնալուց, ես տենց մարդ չեմ, այդ թատրոն կդիտվի, թատրոն չի դիտվի, ես գիտեմ, ասենք մանկապարտեզում երեխեքի հետ ինձ ոնց պահեմ, ինստիտուտում ոնց պահեմ, ձեր տանը ոնց պահեմ, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ սկզբից ասենք այդ փակ վիճակ, ոչ շփվող վիճակ, ես ահա որ դժվար է մարդու հետ շփման մեջ մտնում, լավ շփման մեջ։ Այդ սահմանը միշտ պահում եմ, ինչ-որ ժամանակ գալիս է, նոր քիչ-քիչ այդ բացվում է։ Տարբեր մարդ են Արեն։ Վիրված է իր սիրած մարդկանց, բայց որ չի սիրում, անտարբեր է իրենց նկատմամբ, երբեմն նաև դաժան։ Ինքը ուրիշ ձև է, էլի մոտենում իր անկերներին, քան իր անկերները իրեն։ Ոնց որ ավելի չոր լինի, իսկ իր անկերները ավելի փափուկ։
Ես ինձ համարում եմ լավ ընկեր, եթե իրոք իմ մոտ ընկեր է, դա իմ համար ամեն ինչից բարձր է։ Այդ առումով ցանկացած մարդ, եթե ես ինձ մոտ եմ համարում, տենց քիչ մարդիկ կան, ես անկեղծ ասում եմ։ Այդ չորությունը ինքնապաշտպանության միջոց է։ Այդ ես համարում եմ կոմպլեքս։ Նարեն անտարբեր է, թե օրինակ եթե տեսնի փողոցում ուրացկանների կամ տեսնի ինչ-որ անարդարություններ, ինչպես կարձականք այդ ամեն ինչին։ Ինձ թվում է ինքը անտարբեր չի իր աշխարհի նկատմամբ, իսկ իրանից դուրս շատ անտարբեր է, այսինքն ինչ որ վերաբերվում է իրեն, իր հարազատներին, իր մոտիկներին, ինքը շատ ուշադիր է բոլորի նկատմամբ։ Հետաքրքիր մարդ է Նարեն։ Իրանից շատ բաներ կարելի է սովորել ու ինֆորմացված մարդը ու իր հետ հետաքրքիր է։ Կան բաներ, որ սովորում եմ իրանից, բայց նա ունի մի շատ լավ հատկություն, նա իր շրջապատի մարդկանց, արդեն ասացի, որ նա շատ քիչ մարդկանց հետ է շփվում, բայց ում հետ որ շփվում է, նրանց ասած ստիպում է ավելի շատը ստանալու կյանքից, ավելի զարգանալու։ Ինչ մասնագիտություն ես ընտրել։ Մասնագիտությունը ինչ որ գրված ձևով նկարիչ դիզայներ, բայց ես ինձ համարում եմ արվեստում ապրող մարդ։ Հիմա զբաղվում եմ նախագծմամբ, նկարում եմ ու ինձ գտել եմ հիմա այստեղ, այս պահին, այս ժամանակաշրջանում ինձ այստեղ եմ տեսնում։ Արվեստի մեջ ասելով, ի նկատի ունեմ կարող է վաղը Նարեն թողի նկարչությունը, զբաղվի դերասանությամբ, ասենք։ Ֆինանսիստ չի լինելու ինքը, էլի հաշվապատ չի լինելու։ Որ գույնն եք ամենաշատ իր մեջ տեսնում, հետաքրքիր այդ ասոցիացիան, որ գույնի հետ եք ասոցացնում իր։ 7 գույնի հետ էլ ասոցացնում եմ, որովհետև մեկ ինքը, ասենք կարմիր է, մեկ կանաչ է, մեկ սև է, մեկ սպիտակ է, հրեշտակին ու այդպես ինքը փոփոխական եմ կարծիքով շատ։ Կարմիրի ու սպիտակի համադրություն, կարմիրի մեծամասնություն։ Ես 2-3 տարի առաջ այդ հարցը տվել եմ ինձ էլի մոտիկ մարդկանց, պատահաբար 3-4 հոգի ասին կանաչ։ Ինչ որ իմ դասատուներից մեկը բացատրեց, որ ես կապույտ եմ։ Ասեց ինքը թեթևա բանի, ասենք օդի երկնքի հետ կապված, այսինքն ինքը այնքան པարզ է, բայց ինքը իր բանով, ձևով այդ մեծ անծայր այդ վիճակը պահում է իր մեջ։ Դժվար է ինչ-որ գույնով իրան բնութագրելը կոնկրետ։ Երևի այդ տրամադրության հետ է կապված, բայց երևի առաջի միտքը սևն է։ Ես համարում ես բարդ թե պարզ մարդ։ Երևի բարդ եմ։ Բարդի մեջ չի խնդիր, ուղղակի շատ շփող չեմ։ Իսկ ինչպես ես դնում այն սահմանը, որից ավել չեն կարող մարդիկ ճանաչել քեզ։ Չգիտեմ, ինձ թվում է միջև այս ճանաչելու խնդիր չկա, մարդիկ իրար ճանաչում են այնքան, ինչքան ճանաչում են ու վերջ, այսինքն ինչ-որ կոնկրետ սահման, կոնկրետ ինչ-որ մի քանի կիլոմետր ես կողմ այդտեղ խնդիր չկա, էլ Կանց հաճախ ես նեղացնում։ բավականին հաճախ։ Կեսը ակամա, կեսը կամա ստացվում է, որ նեղացնում եմ ու երբեմն նույնիսկ նեղվում եմ, որ իմ շատ մոտ մարդկանց եմ նեղացնում։ Այդ կարող է մի քիչ կոպիտ վերաբերմունքից, մի քիչ, չգիտեմ, տվյալ պահի տրամադրությունից է գալիս, բայց փորձում եմ հնարավորինս քիչ լինի այդպիսի իրավիճակներ։ Իսկ քեզ ներողություն խնդրում։ Ներողություն խնդրում եմ, բավականին հաճախ եմ խնդրում, եթե վստահ եմ, որ սխալ եմ եղել։ Ինչ է կարող է քեզ հունից անել։ Ինձ կարող է հունից անել, օրինակ, որ ինչ-որ մեկը ստեղնաշարով աշխատում է համակարգչի դիմաց, իսկ ինչ վերաբերվում է ինձ հոգեկան հավասարակշռությունից հանելը, չգիտեմ, շատ տարբեր պատճառներով կարող են հանել, բայց այդքան էլ հեշտ դուրս չեմ գալիս։ Անտարբեր մարդ ես։ Չէ, անտարբեր չեմ, իմ համար կարևոր խնդիրներ են եւ հասարակական խնդիրները եւ լրիվ անծանոթ մարդկանց խնդիրները, ուղղակի ես էմոցիոնալ չեմ շատ, դրա համար թվում է, որ ես անտարբեր եմ։ Օրինակ երբևէ մտածել ես սպահել այն շներին, որոնք թափառում են դրսում։ Չեմ մտածել, որովհետեւ այդ համարում եմ ծայրահեղություն, այսինքն բերել հիվանդ տկար շներին պահել տան մեջ քո կյանքի քո առողջության գնով, այդ չեմ ընդունում ես, բայց ասենք օգնել, փորձել ինչ-որ խանգարել վնասող ով վնասում աշան այդ մարդուն, ասենք հաստատ կփորձեմ կօգնել։ Իսկ մուրացկան երեխաներին ինչպես ես վերաբերվում։ Մի քիչ լուրջ չեմ վերաբերում, որովհետև 90% մուրացկանների դրանք ուղղակի կեղծ թատրոն են խաղում, ինչ վերաբերվում է ինչ-որ բարեգործական համերգներ, միջոցառումներ ու նմանատիպ բաներ, մեծ հաճույքով կմասնակցեմ կօգնեմ։ Իսկ ինչպես ես վերաբերվում, որ չկան աշխատատեղեր, որտեղ կարող են աշխատել ծնողներ ու պահել երեխաներին։
Ես լսել եմ մի մուրացկանի հարցազրույց, որն ասում է, որ ոչ մի աշխատանքի տեղ նրան այդքան գումար չեն կարող տան, ինչքան ինքն է վաստակում փողոցում նվագելով, եւ նա շատ գոհ է իր աշխատանքից։ Այսինքն էս վերում է ինչ-որ մի հատ վիճակի, որ միգուցե իրանց պետք է չի այդ աշխատանքը։ Իսկ խոսեցինք թատրոնից, երբևէ դու ինքդ խաղացել ես թատրոն, արել ես ձևականություններ։ Ես չեմ խաղում թատրոն, ուղղակի ես ինձ պահում եմ տարբեր իրավիճակներում տարբեր կերպ, քանի որ դա բնական եմ համարում, ցանկացած մարդ էլ իր ընտանիքում, իր մոտ մարդկանց շրջապատում լրիվ ուրիշ ձև է իրան պահում ու հակառակը, ասենք հյուր գնալուց կամ ավելի ուրիշ տիպի մարդկանց հետ շփվելուց ուրիշ ձև է պահում ու ինձ թվում է այդ լրիվ նորմալ է։ Ահա թե ինչ են մտածում Նարեի ընկերները իր մասին, բայց որպես Նարեի հարազատ քույր կցանկանամ ավելացնել, որ Նարեն այն քիչ մարդկանցից է, ով գիտի ինչ է ուզում կյանքից ու փորձում է վերցնել այն ամենը, ինչ կարողանում է։ Հնարավոր է, որ մի քիչ կոպիտ է, բայց անտարբեր չի, հետաքրքրասեր է ու շատ հետաքրքիր։ Նրանից անընդհատ կարելի է սովորել ու սովորել։ Ահա այսպիսին է մեր Նարեն, իր թերություններով ու առավելություններով։ Կարևորն այն է, որ նա մերն է։